Մարգահովիցի Վլադիմիր Պապը Գագիկ Ծառուկյանին հրավիրում է տուն, զրույցը սուրճի սեղանի շուրջ շարունակելու համար։ Գնալ ենք մեկի օջախը, մի հատ սուրճ խմենք, ուրիշ բան ցավը տանեմ, եթե դիտյան պայման գալիս եմ, հարց չէ։ ոչ ինչ-որ կեղծ, ինչ-որ մի բան է, չէ։ Իրոք, իսրտե ձեզ եմ երկու ցավը։ Մենք հպարտանում ենք, որ նման հայրենասեր, նման բարեր մարդում ենք։ Մարդասիրությունը, ազգի ծոցից դուրս եկած է, դաստիարակությունը, ժողովրդի հոգսերով ապրել է, դեռև տեսել եմ ցավոք տալ, ձեռագիր եք ուզում թողեք հենց հայ ազգի ժողովրդի մեջ, պատմության մեջ, ու ես վստահում եմ, որ իրականում ձեր հզոր թիմով, ձեր մեծ շրջապատով արտաքին աշխարհի դա մեծ հարցերալուծում։ Գագիկ Ծառուկյանի հետ ջերմ ու անմիջական շփումը շարունակվում է Մարանդյանների հայկական ավանդական ընտանիքում։ Ծառուկյանը շատ եմ սիրում, շատ ունի մարդկային բոլոր հատկանիշները։ Ես իրան ընդունում եմ, ես իրան հավատում եմ, որ ինքը կանի։ Ես իրան վստահում եմ, որ ինքը կանի։ Հայ ազգի համար շատ մեծ բան է անում ու շարունակում է անել ու մենք էլ պարտավոր ենք իր կողքը կանգնել։ Ազգը գնահատ մայես, որ հավաքված են սքան մարդիկ, ինքը արած ունի, որ հավաքվել են։ Ինքը այն մարդն է, որ կարա ամեն ինչ անի ժողովրդի համար։ Ինքը լավ հայր է, լավ զավակ է։ Իր գործը, ասելն ասել է։ Մենք հավատում ենք իրան։ Իր վերաբերմունքը, իր խոսքը, իր ամեն ինչի մեջ ուժ եմ տեսնում ես։ Ու գյուղացիքեր շատ սիրով ընդունեցին նրան։ Ընտիր մարդ է, գովելու ասելու, որ կարում է սպորտը վերականգնի, ժողովրդին այդ բարև բալուսը չկտրացնի։ Բարև ձեզ, սավատ տան եմ, բարով եք եկել։ Բարև ձեզ, ոնց եք։ Լավ, պարոն Ծառուկյան։ Լավ ես։ Շատ։ Բարև ձեզ։ Գագիկ Ծառուկյանին ջերմ են ընդունում նաև Դեբեդում, ինչպես յուրաքանչյուր համայնքում, այստեղ եւս բաց ու անկաշկանդ միմյանց ուղիղ նայելով խոսում են բոլոր հարցերի մասին։ Հատուկ եկել եմ ձեր այդ հանդիպման ձեզ լսելու, խնդիր, պրոբլեմ եւ ինչ եք ուզում ինձնից լսեք, ինչն է ձեզ մտահոգում, ինչ հարց եք ուզում տակ, դրա պատասխանը որ իրական, բնական, ասեմ դուք գիտեք որ ինչ ասեմ, իրական եմ ասելու, ես իմ ասածի տերն եմ։ Ոչ խապելու եմ, ոչ սուտ եմ ասելու, ոչ էլ գեղեցիկ խոսքեր եմ, այլ իրականությունը, ինչ որ կա։ Անուշադրությունը, որը կա գյուղերում, Դեբեդը եւս չի շրջանցել։ Երկիր պահող գյուղացին միայնակ է կռիվ տալիս հոգսերի դեմ, իսկ դրանք անթիվ են անհամար։ Բարի եկեք էլ մեր գյուղ, ձեր որ քխերով լինի, մեր գյուղի համար էլ ձեզ համար էլ։ Դուք դատած, աշխատած, ամեն բնագավառում գործ ունեցող մարդ եք։ Ես այն հարցերը, որի համար ձեզ պիտի դիմեմ, ձեզ ծանոթ են, պարտադիր կարգով։ Այս գյուղում, կոնկրետ մեր գյուղում, երևի այտենց մարդ չկա, որ կադաստրի գործողություններից տուժած չլինի։ Չափագրումները բոլորը սխալ, բոլորը, եւ մեկինը չի, երկուսին չի։ Որ մենք այսօրին ենք, պաշտոններին մասնագետ մարդիկ չեն։ Անպայման։ Հետը քայլելա պաշտոնը կգա, վարչության պետ աշխատում 20 տարի, դիմում գրի գնա, մերոնք են եկել, այսով է, որ ձերոնք եկել են։ Պետք է մասնագետներ լինեն, կապ չունի կուսակցական պաշտպան։ Հիմա ասենք կադաստրա, եթե նա մասնագետներ, սաղ պետք է գար, չափ ու ձև աներ, Իրանից աշխատանք կա պետք, հիմա օդի մեջով են չափում։ Հողերը տարբեր են։ Ապրես, կաբինետում նստած հարավոր դեպքեր կան։ Գծում տալիս սխալ է։ Շարժեսակ ամեն մարդու ծառերը մնացել են նրա հողի մեջ, իրար հետ պատերազմ։ Եղբայրան գնա տեղում չափագրի, դուր մարդ։ Դրա համար որպես կշիռ ունեցող մարդ ձեզ ենք դիմում։ Հացը հացուխին պետք է տաս։ Անպայման։ Սվարչիկը բժիշկ չի կար աշխատի։ Շինարարն էլ կոնստրուկտոր չի կար աշխատի կամ կադաստր չի կար աշխատի։ Երկրորդ հարցը։ Ես 50 տարվա մանկավարժ եմ եւ գիտեմ մի պարզ ճշմարտություն, որ առանց գյուղացին ապրանք պահելու չի կարա որևէ բան անի, չէ։ Բոլորը գյուղատնտեսությամբ են զբաղված, գյուղատնտեսական կենտրոններ ունեն։ Իրացման հարցը։ Ստից գյուտը նայեցին, ինչ որ մի քանի տեղ բոյնի են բացում, պետք է այստեղից բարձես, տանես ընդե 50,000 տաս, ընդե մորթեն փողը տաս բերես թե, մի հատ էլ այստեղից պետք է տանես շուկա, այդ որ ասեն կիլոյի մեջ կու 1000 դրամը պետք է կորի, ասենք դա ինչ բոյն են, մարդը այստեղ ավելի ակուրատ է, մորթում հանձնում էր պատվիրատու կարգա։
Մեր մոտ անաստապահությունը վերանում է, ձեռնատու չի դառնում։ Դրա համար պետք է սաղ հագեն, ոնց որ կոմունիստների վաղ կար, սաղ գյուղացիներն էլ բարձում էին ավտոն տանում, կշռում էին, ժիվոյ քաշ, կշռում փողը տալի գնում են։ Դա պետք է նորից վերականգնվի։ Դեբեդի բնակիչներն ուշի ուշով են հետևում քաղաքական զարգացումներին, հիասթափված են, կառավարությունն իրենց ցույցերը չի արդարացրել, խոստումները մնացել են օդում։ Ես էլ եմ Նիկոլին ձայն տվել, ես գնացել եմ հրապարակ, ասեմ Ժողովուրդ ջան, Արադ Միրզոյան, Սասուն Միքայելյան, թե Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդը գոռացել է Նիկոլ Փաշինյան, ասեմ մինչև վերջ կողմի։ Որ խոստումն է կատարվել մինչև սորով կար ասի։ 8 տարի խոսք է տվել։ Որն է կատարվել, կարաք մեկը դասել։ Հավատալով ձեզ հավաքվել ենք, մենք ձեր կողմից ենք։ Դուք բիզնեսի մարդ եք, բոլորս էլ լավ ճանաչում եք, ձեր ասեն լավ գիտեն, հավանում ենք, գովում ենք։ Դա նենց չի որ օթից վեր կալած խոսքեր չի։ Ես պատական մարդ չեմ, 0-ից կայացած, աշխատող ընտանիքից, այն որ մտածել եմ ոնց անեմ, ինչ անեմ, որ 1000 ռուբլի փող վաստակեմ, 1000 եմ վաստակել, 3000 էլ, 100,000 էլ, միլիոն էլ, բայց սա աշխատանքով ոչ պաշտոնի խնդիր ունեմ, որ հայտարարել եմ ես վարչապետ չեմ ուզում, այլ կդնենք նրան, որ տեխնատուր լինենք, ով է ծանրությունը այս վիճակից կարա հանի, որ բացի դա իմ թիմակիցները իհարկե ժողովրդին էլ հնարավորություն կտրվի իրենց խոսքը ասելու։ Այսօր անձնական խնդիր չկա, պաշտոնի խնդիր չկա, մարդապետ, որ այս ծանրության տակից կարողանա։ Մենք ձեզ ենք հավատում, որ դուք եք վարչապետ։ Մենք ուզում ենք դուք եք, որ ձեր ասածին տերել եք։ Ուրեմն ես չլինեմ էլ իմ ասածին տեր եմ։ Ես կյանքում գլուխս չեմ կախի ձեր առաջ։ Այսքանից ներկայացեմ ես ասում եմ, պետք է ապագայի վարչապետ, որ մեր ժողովրդին այս վիճակից հանի, մարդիկ մեջներն ուղեն, խեղճությունից դուրս գան։ Ինչ որ ասել եմ, մի բան էլ ավել անելու ենք 100%։ Ձևն էլ գիտենք, հնարավորություններ են, կապեր ունենք, ցանկությունն էլ ունենք, ծանրությունն էլ ենք տեսել, դժվարություն, նեղություն։ Ինչ ծրագրի տակ մտել ենք, ամենաբարձր մակարդակով արել եմ, իմ ազգի պատիվը բարձր եմ պահի, ինչ էլ անեմ, տվյալ պահին ամենալավն է եղել։ Ամբողջ կյանքս երկրում մեծացել եմ, կայացել եմ, արել եմ, ստեղծել եմ, կառուցել եմ, իմ երկրի իմ ժողովրդի համար ձեզ ցավը տանեմ։ Տվեք, պահանջեք, չտակել ձեզնից շատ շնորհակալ եմ։ Զգացված եմ, տակել էլի շնորհակալ եմ, ու իմանալով, որ ես ձեզ ծառուկան եմ, ու ինչ էլ ձեզ խոստովեցի։ Մենք ուզում ենք տանք, որ պահանջենք, ապրես, ես էլ պատրաստ եմ։ Ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում գյուղացիները բազմաթիվ մտահոգություններ բարձրաձայնեցին՝ բյուրոկրատական քաշքշուկներից մինչև սոցիալական հարցեր ու մեղվապահություն։ 100 տարվա մեղու պահողներ են եղել այս գյուղում, ու հիմա մեղուները բոլորը սատկել են։ Այն կարծիքին ենք, որ այնտեղ տեղադրել են, այստեղից էլ երևում է այդ ինտերնետի 3G-ին, ինչ սկսել են մեղուները պակասել, կամաց քիչ-քիչ։ Հետո արդեն դրել են 5-ը, լրիվ վերացել է, ու մենք կանգնել ենք մեծ պրոբլեմի առաջ։ Հիմա չկա գյուղատնտեսության նախարարություն, բողոքելու, պահանջելու տեղ։ Ես ստիպված եմ ձեզ ասեմ։ Եթե այսօր դա վնաս է, ժողովրդին մեղվաբուծությունը, հələ պետք է բերի վնասները վերականգնի, եթե իրա պատճառով է։ Իրա բիզնեսի համար թող տաներ ուրիշ տեղադրի, որ վնաս չտա։ Տանի ավելի մի 7 կիլոմետր, մեղու 7 կիլոմետր, 5 կիլոմետր ատա։ Դուք էլ պետք է դիմեք մի հատ էլ, եթե դրա պատճառով է, որ բոլոր կորուստներն էլ վերականգնվի։